Շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից։ Պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի հայտարարությունը սահմանային կրակոցների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Էստոնիա եւ հայտարարել Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու մտադրություն չունեն։ Ռուսաստանում աշխատաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունից հակահայկական հայտարարություններ են արել։ Երևան է ժամանել Վրաստանի նախագահը։ Արցախցիներին աջակցությունը 2 ամսով երկարաձգվել է։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Վատիկանին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիների հարցով։ Դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվել է։ Նոր-Նորքի թաղապետարանում ծեծկրտուկ է տեղի ունեցել, կան մեղադրյալներ։ Արթունենք շարժումը վարչապետի իմպիչմենտի առաջարկով նամակներ է փոխանցել падգամավորներին։ Պուտինը հաղթանակի օրերին երրորդյա հրադադար է հայտարարել։ Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 21 մեդալ է նվաճել։ Հայկական հայասատ մեկ արբանյակն ավարտել է առաքելությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան ստորագրել են բնական ռեսուրսների համաձայնագիրը։ Կայացել է Գյումրիի ավականու առաջին նիստը։ Համայնքապետի Փեսան փոխքաղաքապետ է ընտրվել։